Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում տոնական ու հուզիչ մթնոլորտ է եղել։ Նրա որդիներն ու ամուսնու ու դուստրերը կազմակերպել են գեղեցիկ անակնկալ լի ջերմությամբ ու սիրով։ Նշենք, որ փոքրիկները նախապես պատրաստվել էին, ստեղծելով հաճելի ու հուզիչ մթնոլորտ, որը լի էր անկեղծ ժպիտներով եւ ուրախությամբ։ Անակնկալն իսկապես ստացվել էր։ Անահիտին թողնելով անչափ տպավորված ու հուզված։ Տեսանյութում երևում է, թե որքան սիրով ու ջերմությամբ են երեխաները մոտեցել իրենց մայրիկին, փորձելով նրա օրը դարձնել անմոռանալի։ Առաջարկում ենք դիտել այս ջերմ եւ հուզիչ հոլովակն առանց մեկնաբանության։ Անահիտ Կիրակոսյանն իր սոցիալական էջում անսպասելի հրապարակում էր արել։ Համատեղ լուսանկար ամուսնու Արտակ Սարգսյանի հետ եւ կից գրառում։ 14 տարվա ամուսնությունից հետո ճանապարհները բաժանվում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ։ Հրաշք թոռնիկների տատիկ եւ պապիկ։ Հրապարակումը միանգամից գրավեց հանրության ուշադրությունը։ Այժմ էլ Անահիտը նոր հրապարակում է արել հոլովակի տեսքով, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր։ Միևնույն է ներեք նրանց։ Եթե դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույն է բարություն գործեք։ Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվայցյալ ընկերներ և իսկական թշնամիներ։ Միևնույն է, հասեք հաջողության։ Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ։ Միևնույն է, եղեք ազնիվ ու անկեղծ։ Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում։ Միևնույն է, շարունակեք կառուցել։ Եթե դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն։ Միևնույն է, եղեք երջանիկ։ Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն։ Միևնույն է, բարիք արարեք։ Կիսեցեք մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը և նրանց դա երբեք չի բավականացնի, բայց և այնպես շարունակեք կիսել մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը։ Վերջի վերջո դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և ձեր միջև, և ոչ երբեք ձեր և նրանց միջև։ Էական չէ, թե ով և ինչ է խոսում ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք ձեր գործը։ Աղոթեք միաբան և եղեք միության մեջ։ Մայր Թերեզա։ Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանը վերջին շրջանում հյուրընկալվել էր Հայացք հաղորդաշարին։ Եթե կյանքը դիտարկեինք ժանրերի տեսանկյունից, ինչ ժանրերի մեջ է ապրել մանկության ժամանակ դերասանուհին և հիմա։ Եթե ֆիլմ լիներ Անահիտ Կիրակոսյանի կյանքը, ինչ վերնագիր կունենար այն։ Ժանրային առումով տրագիկոմեդիա, որովհետև իմանցած ցանկացած տխրության մեջ կա ուրախություն և հակառակը։ Միշտ ինձ ասում են, որ չեն հասկանում ուրախ մարդ եմ թախծոտ աչքերով, թե տխուր մարդ ուրախություն պարգևող։ Ֆիլմի մասին շատ եմ մտածել։ Անգամ մտածել եմ, եթե գրի առնեմ, կյանքս հետաքրքիր ֆիլմ կլինի, բայց թե ինչպես այն կկոչեմ, աննորմալը։ Անահիտ, ան և նորմալը, որպես նորմալ։ Կարծես ես միշտ նորմալ եմ, բայց ամեն ինչ ինձ մոտ նորմայից դուրս է։ Մայրական հայացք, երեխաներն ու Անահիտը հեշտ է ձևավորել ընկերություն երեխաների հետ։ Ես ընդհանրապես երեխաներիս չեմ դաստիարակում։ Ես շատ սիրում եմ իմ երեխաներին և անսահման սեր եմ տալիս։
Նույնիսկ հիմա, երբ դպրոցական է դարձել փոքրս, մհերս։ Շատ շարժուն երեխա է և դժվար է հավաքել, նստել, դաս անենք և այլն։ Ամեն բան փորձում եմ անել սիրով և խաղի միջոցով։ Երբ զգում եմ հոգնել է, ասում եմ հանգստացիր, որովհետև ինձ համար շատ կարևոր է այն մտերմությունը, որը մեր մեջ կա։ Չեմ ուզում ինչ-ինչ բաների պատճառով ուղղակի լինել ծնողի դիրքում, այդ դիրքից տալ ուղղություններ և ասել սա ճիշտ է, սա սխալ է։ Ես թույլ եմ տալիս երեխան հասկանա, բայց կողքից ասում եմ ինձ համար օրինակ այսպես է, դու ինչ ես կարծում կամ ոնց կանեիր։ Եթե հիմա չսովորենք, բա վաղը ոնց կպատասխանենք։ Բա որ չպատասխանենք ամոթ չի ու այսպես։ Երևի դա իմ ծնողներից է գալիս, որովհետև ծնողներս մանկավարժներ են եղել ու շատ հոգեբանորեն են մոտեցել։ Մենք չենք իմացել ինչ-որ պետք է բաներ։ Մենք իմացել ենք, որ սովորելը լավ բան է և մեզ օգուտ է բերելու, վաղը կայանալու, առաջ գնալու համար։ 3 քույր ենք և 3-ս էլ ձգտող ու սովորող ենք եղել։ Հիմա էլ երեխաներս 4-ն են, աղջիկներս արդեն մեծ են, որդիներիս հերթն է եկել այսպես ասած։ Փորձում եմ միշտ ընկեր մնալ, անգամ Հայկս, որ միշտ ասում էր հավես չունեմ դաս անելու, ասում էի Հայկ ջան, այս ամենը քո պատասխանատվության ներքո է։ Եթե դու կարող ես ուսուցչին տալ պատասխան ինչու պատրաստ չես, դու գիտես, քո խնդիրն է, ինքդ կարգավորիր։ Հետո չգաս ասես, որ ես դա լուծեմ։ Մտածեց, հասկացավ, որ պետք է սովորի։ Այսինքն ես շատ ընկեր եմ իրենց։ Այդ կապը շատ կարևոր է, որ իմանան իրենց կողքին ես, ոչ պատժվելու են, այլ ուղղակի զրույց է լինելու։ Ինչպես է կազմակերպում Անահիտը երեխաների հոգևոր կրթությունը։ Քրիստոնեության մասին զրույց ունենում է երեխաների հետ, թե ոչ։ Փոքրիս հետ Աստված պապիկ ասելով, որ կա մի երևույթ, ում պետք է շնորհակալ լինենք։ Մեծերիս հետ եկեղեցի գնալով և աղոթքի միջոցով։ Բացի այն, որ կարող ենք ինչ-որ բան խնդրել, պետք է նաև շատ հաճախ շնորհակալ լինենք։ Շատ էի ուզում փոքրիս ունենալ և ուխտ արեցի և գնացի Ղալթաչայի բարձրանալու, երբ որ ի կատար ածեց Տերը և մհերիս ինձ պարգև տվեց։ Նույն տարին նորից բարձրացա և շնորհակալություն հայտնեցի։ Երեխաներիս էլ եմ այդպես ասում, որ պետք է ազնիվ, անկեղծ լինեք և բացի խնդրելուց նաև շնորհակալություն հայտնեք։ Ես մի ընկեր ունեմ Գոռ անունով, ում հետ ընկերություն եմ անում 2017 թվականից։ Նա կույր է, երբ որ մենք ծանոթացանք, խոսում էինք երազանքներից։ Ասեցի ինչ ես երազում, ասեց մի բան եմ երազում միայն, որ մի անգամ կարողանամ տեսնել ինչ տեսք ունեմ ես և տեսնեմ ինչ տեսք ունի մայրս։ Այնպես էի ազդվել այդ երեխայի երազանքից, որ երեխաներիս հետ երբ խոսում էի իրենց երազանքներից, իր օրինակն էի բերում։ Ասում էի ամեն վայրկյան պետք է գնահատենք այն, ինչ ունենք։ Ինչ մեզ հրաշքով տրված է, մենք չենք էլ գիտակցում։ Մեզ թվում է երազանքը հեռվում է, ինչը մեզ չի հասել։ Ոչ, երազանքն այն է, որ արթնանում ենք, քայլում ենք, տեսնում ենք, զգում, խոսում, ձեռքեր ունենք, ոտքեր ունենք, սիրելի գործ ունենք, կյանք ենք կարողացել պարգևել։ Շատ ու շատ բաներ, որ մենք ունենք, շատերի համար սրբազան երազանքներ են, որ պետք է ուղղակի գիտակցել և գնահատել։ 2020 թվականից հետո ինչքանով է փոխվել Անահիտ Կիրակոսյանի կյանքը։ Առհասարակ ինձ թվում է բոլորի կյանքն է փոխվել։ Իմ տեսակն է այդպիսին ես չհանձնվող եմ։ Գտնում եմ, որ եթե ամեն մարդ իր չափով նայի, ինչ կարող է անել, շատ մեծ բաներ մենք կարող ենք փոխել։ Մենք միշտ մտածում ենք դե լավ, մենք ինչ կարող ենք անել, եթե ինչ-որ միտեղ, ինչ-որ մեծ մարդկանց կողմից որոշված բան է։ Ես գտնում եմ, որ ցանկացած մեծ բանի մեջ մենք եթե զգանք, որ յուրաքանչյուրս մի կաթիլ ենք, շատ բան կարող ենք փոխել։ Ես դա հասկացա նույն 20 թվականից հետո, որ սկսեցի նորից իմ գործունեությունն ու աշխատանքը։ Կա ուղերձ, որը շատ կարևորություն ունի, բայց հասարակության մեջ քիչ հասկացվածություն։ Ես ինձ գիտեմ երգը, որը Ռուբեն Մխիթարյանի գրվածն է։ Այդ երգը երբ առաջին անգամ լսեցի, կարծեցի ես եմ գրել, այդքան հոգեհարազատ էր։ Ուղերձը կայանում է նրանում, որ նախ իմանանք ով ենք մենք, մեր արմատները որտեղից են գալիս։ Ուր էլ որ մեզ կյանքը տանի, ինչ աստիճանի էլ լինենք, հիշենք, որ նախ աստիճան է։ Ազնվության, հավատի, հույսի, բայց և գործելու մասին, ուղղակի տողեր չասենք։ Ինչ ազդեցություն ունի քրիստոնեությունը Անահիտ Կիրակոսյանի կյանքի վրա։ Ես հիշում եմ մեր մանկության ժամանակ հայ եկեղեցու պատմություն առարկան երբ մուտք գործեց։ Մենք շատ լավ անցնում էինք դասերը, որոնք միշտ սկսում էինք տերունական աղոթքով։
Ցավոք պետք է փաստեմ, որ հիմա առարկան դուրս է մղվել կամ այդ ճանապարհին է, բայց ես շնորհակալ եմ, որ ինքը եղել է եւ իմ մոտ շատ բան է փոխել։ Կարդալով չէ միայն, նաեւ կարդացածը հասկանալով է։ Իմ հոգևոր դաշտի կերտման ճանապարհին օգնել է նաեւ Նարեկացին։ Որպես գիրք այդ գիրքն ինձ համար դասվում է Սուրբ գրքին, որն ուղղակի չեմ անցել, անգամ տողեր կան, որ անգիր եմ արել։ Ինձ շատ է օգնում Նարեկացին։ Շատ են ասում, որ բարդ է, բայց բարդ չէ, ուղղակի յուրաքանչյուր տողի եւ տառի մեջ պետք է հասկանալ ու նաեւ ցանկություն ունենալ հասկանալու։ Ինչպես է դերասանուհին հաղթահարում էմոցիոնալ լարվածությունը։ Ես նույնիսկ չգիտեմ հաղթահարում եմ թե ոչ, հարցականները շատ են ինձ համար։ Կարող եմ սակայն ասել, որ ես տեսակով շատ էմոցիոնալ մարդ եմ եւ չեմ կարողանում թաքցնել ոչ հույզերս, ոչ էմոցիաներս, ոչ ապրածս, ոչ այն, ինչ իմ ներսում կատարվում է։